Ձեզ ինձ հասնում են ամենը նայել այս վիդեոն, կրկնել ամեն ինչը, գրել ձեր կարծիքները ու կառուցել պորտֆոլիո, եթե դեռ չունեք։ Ողջույն բոլորին, միանգամից անցնենք վիդեոյի բուն թեմային։ Telegram-ի ալիքում ես վերջերս հարցում եի դրել, արդյոք կցանկանաք շարք վիդեոների, որտեղ կխոսենք data science-ի պորտֆելի ստեղծման մասին ու կնկարենք վիդեոներ առանձին պրոյեկտների մասին սկզբից մինչև վերջ։ Ու մեծամասնությունը որն է 25 հոգի էր կարծեմ քվեարկել, բոլորը քվեարկել են, որ այո կցանկանանք նման կոնտենտ։ Այնպես որ այսօր այս շարքի առաջին վիդեոն է։ Մեր առաջին պրոյեկտը կլինի sentiment analysis ասվածը IMDb կայքի ֆիլմերի ռիվյուների վրա։ Այսինքն նույն ինքը օձևներ ասվածը։ Ամենապարզով ասված sentiment analysis-ը իրենց ներկայացնում է տեքստային տվյալների հիման վրա հասկանալ արդյոք այդ տեքստը գրում է պոզիտիվ թե նեգատիվ բնույթ։ Ձեզ քաշ ծանոթ է, չէ, աստղային համակարգը review անելու, այսինքն feedback թողելու 1-ից 5 բալանի տենց աստղիկները։ Կա նաև պոզիտիվ նեգատիվ բնականաբար, ու սա շատ կարևոր է հատկապես recommendation համակարգերի համար կամ ընդհանրապես սեգմենտին ճանաչելու համար, բիզնեսը երբ որ ցանկանում է իմանալ, թե ինչ են խոսում իր հաճախորդների մասին կամ ինչ են խոսում այս ֆիլմի մասին մարդիկ եւ այլն եւ այլն։ Այնպես որ այս վիդեոյի մեջ անցնելու ենք այդ ամբողջ գործընթացով տվյալների մշակումից մինչև մոդելների train եւ գնահատում ու այդ ամեն ինչի մեկնաբանումը։ Տվյալները իդեպ վերցրել եմ Kaggle կայքից, հղում կդնեմ ամբողջ աշխատանքին, որը կարվի, թե Jupyter Notebook ֆայլը, թե տվյալները, թե ամբողջ մանրամասն դետալները, այսպես ասած, կլինի GitHub-ի իմ պրոֆիլի էջում, կդնեմ հղումը իմ repository, այնպես որ բաց կլինի, կմտնեք հանգիստ կնայեք ու հուսով եմ կհասկանաք այս ամեն ինչը ու ինքներդ կփորձեք ոչ թե կրկնօրինակել, այլ ինքներդ զրոյից նայել դրան եւ փորձարկումներ անել, եթե դեռ նման պրոյեկտ իրա չեք աշխատել։ Ուրեմն ունենք տվյալներ 50000 տող review-ներ։ Եվ մեր տվյալները ունեն երկու սյուն՝ review եւ sentiment։ Sentiment-ը հենց այդ դրական, բացասական օձևներն են, այսինքն մի տողը, մի review-ն ունի կամ նեգատիվ կամ պոզիտիվ օձև, sentiment ասվածը։ Այնպես որ դա հասկացանք։ Ու հավասար բաշխված են 25000 դրական, 25000 բացասական կարծիքներ։ Միգուցե ձեզ մոտ հիմա հարց առաջանա, բա եթե կա արդեն կարծիքները, ինչն ենք նորից ենք բացահայտելու։ Հենց այսպես եմ սովորում մոդելները արդեն իսկ եղած փորձի հիման վրա, այսինքն մենք մեր մոդելներին շատ չընկնեմ առաջ, բայց որպեսզի պատկերացնենք, տալու ենք տվյալներ, տալու ենք այդ տվյալները ինչ ձև են եղել, որպեսզի հետագայում, երբ որ նա նոր անծանոթ տվյալ տեսնի, նոր review տեսնի, արդեն իր փորձի հիման վրա մոտարապես պլյուս-մինուս հասկանա սա նեգատիվ թե պոզիտիվ օձև է, այնպես որ կարևոր է ունենալ պատմական տվյալներ։ Մենք օգտագործենք 3 մոդել, դա սկսենք պարզ մոդելներից, logistic regression եւ naive Bayes, հետո կանցնենք ավելի կոմպլեքս նեյրոնային ցանցի տեսակի, տրանսֆորմերային տեսակի մոդելի, ուրեմն Distilbert-ը, որը արդեն իսկ նախապես կոչվում է pre-trained model։ Սրա մասին եւս մանրամասն հաջորդի։ Ու պրոյեկտի վերջում կհամատենք այդ 3 մոդելների կատարած աշխատանքը, արագությունը, ճշգրտությունը եւ կհասկանանք, որ կոնտեքստում ինչ պայմաններում որն է ավելի նախընտրելի։ Տեքստային տվյալները մինչև մեքենայական ուսուցման մոդելին հասնելը միշտ պետք է մշակել։ Մշակումը մի քանի քայլից է բաղկացած։ Առաջին քայլը նախ դարձնում ենք փոքրատառ, որովհետև մեծատառով սկսվող, օրինակ, good բառը անգլերենում եւ փոքրատառով good-ը մեքենան տարբեր ձև են կալում, դրա համար երկու տարբեր բառեր են։ Ու քանի որ մենք չենք ուզում ունենալ աղմուկ, մեզ հնարավորինս պետք են մաքուր տվյալներ, բոլորը ամեն ինչ դարձնում ենք առաջին հերթին փոքրատառ։ Հաջորդիվ գալիս է կետադրական նշանների հեռացումը, հատուկ նշանների հեռացում, այնտեղ չակերտներ, հակագծեր, դրանք նույնպես ստեղծում են աղմուկ տվյալներում, ինչպես նաև թվերն ենք հեռացնում, եւ հետո գալիս է տոկենիզացիա ասվածը։ Տոկենիզացիան փորձեցի հայերեն թարգմանեմ, խոսքերի մասնատում է թարգմանվում, թերևս հենց էլ կասենք տոկենիզացիա, այս բառից չվախենակ, ինքը շատ պարզ process է, ու ընդ որում ասեմ, որ հաճախ նույնիսկ անգլալեզու աղբյուրներում տոկենիզացիան համեմատում են բառերի հետ, որ տոկենը առանձին բառ է, բայց իրականում դա այդքան էլ ճշգրիտ համեմատություն չէ, որպեսզի ավելի լավ պատկերացնենք տոկենները ինչեր են տեքստի մեջ, պատկերացրեք, որ տեքստը, այդ review-ն ինչ-որ ուտեստ է, եւ տոկենները այդ ուտեստը ստանալու ճանապարհին պետք է եկող
տարբեր ինչ-որ մասնիկներ են, դա կարող են լինել թե բաղադրիչներ, այսինքն, չգիտեմ, խնձոր, շաքարավազ, դարչին, եթե ինչ-որ թխվածքի մասին է խոսքը։ Բացի բաղադրիչներից կարող են լինել նաև երգելը, երբ որ դու դա պատրաստելիս երգել ես, ընդ որում երգել բայի ել վերջածանց, այսինքն մի քիչ խճճված ստացվեց, բայց որպեսզի հասկանաք, թե ինչու պետք է տոկենը համատել բառի հետ, որովհետև բառը ինքը իրանով ամբողջական իմաստ ունի, բայց տոկենները կարող են լինել կետադրական նշաններ, կարող են լինել ինչ-որ մասնիկներ, որոնք որպես առանձին բառ իմաստ չունեն։ Այնպես որ տոկենիզացիան դարձնում է այդ ամբողջ տեքստը մասնատում ավելի փոքրիկ, ավելի մարսելի մասերի, այսպես ասած։ Մի խոսքով հասկացաք։ Հաջորդիվ գալիս են stop բառերի հեռացումը։ Անգլերենում կան stop բառեր, օրինակ at, on, in, the, a, this, մի խոսքով լիքը բառեր կան, որոնք որ էական իմաստ չեն կրում, այլ պարզապես կոնտեքստին աջակցող մասնիկներ են։ Հայերենում են թերևս կրեն stop բառեր, միգուցե l, m, օժանդակ բայերը, մի խոսքով։ Այս stop բառերը նույնպես հեռացում են, որպես տեքստը մեր տվյալները քանի գնան ավելի մաքրվեն, ավելի պարզ դառնան։ Հաջորդիվ գալիս է վերջին քայլը, լեմետիզացիան, որը որ բայը կամ բառը վերադարձնում է իր արմատական վիճակին։ Նույն երգելու մեջ կլինի երգ, անգլերենում running կլինի run, այլ հասկացաք։ Այս քայլերը շատ կարևոր են, որպեսզի մոդելը կարողանա հասկանալ եւ ընկալել իրեն հանձնած տվյալները։ Վերջին этаպը տեքստային տվյալների մշակման մինչև մոդելին հանձնելը կոչվում է վեկտորիզացիա։ Այստեղ շատ կարևոր է սա, քանի որ գիտենք, որ մեքենայի կանոնացման մոդելները, համակարգիչները ընդհանրապես տառեր չեն հասկանում, նրանք հասկանում են միայն թվեր։ Հետևաբար պետք է այս տեքստը դարձնել թվերի համակարգչին ավելի հասանելի լեզվի։ Այստեղ օգտագործում են TF-IDF վեկտորիզատորը։ Խնդրում եմ չվախենաք, եթե այս ամեն ինչը անծանոթ է, որովհետև այս ամեն ինչ կհասկանաք։ Վստահեք ինձ ու պարզապես նայեք։ Ուրեմն, ինչ է TF-IDF վեկտորիզատորը։ Սա կրկին model training հետ կապ չունի, սա դեռևս հանդիսանում է feature extraction process, այսինքն դեռևս աշխատում ենք փոփոխականների հետ։ Ուրեմն վերցնում է մեր տվյալները տեքստային եւ դարձնում է թվային արժեքներ, սակայն այստեղ կարևոր հանգամանք կա։ Հիշում եք, խոսեցինք stop բառերի մասին, այն բառերը, որոնք էական արժեք չունեին։ Ուրեմն կան բառեր տվյալների մեջ տեքստային, որոնք stop բառեր չեն, բայց կրկին էական իմաստ չեն կրում։ Ու դրանց արժեքը, կարևորությունը տվյալներում պետք է իջացնել, որպեսզի իրանք դոմինանտ դեր չխաղան, որովհետև եթե ֆիլմերի մասին տվյալներ են, բարձր է, որ ֆիլմ բառը շատ կհանդիպի օձևների մեջ։ Այս ֆիլմը լավն է, այս ֆիլմը վատն է, բայց այն փաստը, որ ինքը հաճախ է հանդիպում, չի նշանակում, որ ինքը կարևոր է, որովհետև ֆիլմի մասին են օձևները basically։ Ու նմանատիպ օրինակների համար օգտագործում է TF-IDF վեկտորիզատորը, որպեսզի այդ բառերի կշիռ արժեքը իջացնի ու կարևորություն տա այն բառերին, որոնք որ այդքան էլ հաճախ չեն հանդիպում, բայց կարևոր են կոնտեքստում, օրինակ հիանալի բառը միգուցե ամեն ռիվյուի մեջ չհանդիպի, բայց ինքը կարևոր է, որպեսզի տեղ հասցնի տրամադրությունը, կարծիքը ֆիլմի մասին։ Ու ոնց է սա արվում։ Ստեղծվում է մատրիցա կա բանաձև, բայց դրա մեջ չեմ խորանա։ Ստեղծվում է ասես մատրիցա, որտեղ ամեն տողը մեկ օձև է, ռիվյու է։ Ու ստեղծվում են սյուներ, որ այդ ամեն մի սյունը մեկ բառ է, ու համապատասխան օձևի մեջ նշվում է թվային արժեքով իր կարևորությունը։ Ու եթե տեղքի է ձեզ, լիքը նյութեր կան սրա մասին, ինքն է search արեք TF-IDF, ինքը շատ տեղքի կոնցեպտ է ու բավականին կարևոր, այնպես որ երբեք սա բաց չթողեք, որովհետև եթե սա բաց թողեք, մոդելը train անել չի լինի։ Իդեպ նշեմ, որ սա օգտագործվելու է միայն լոգիստիկ ռեգրեսիայի եւ նաեւ base-ի համար, որովհետեւ Դիստիլբերտը արդեն իսկ հաշվի առ ամեն ինչը, իրան տալիս ենք հում տվյալները հենց տեքստային ֆորմատով, բայց այս նախորդ երկուսին պետք է տալ թվային վեկտորային վիճակով մեր տվյալները։ Երբ որ արդեն ստեղծում ենք մեր վեկտորները, արդեն հերթը գալիս է վերջապես model training։ Դուք նոթբուքում կտեսնեք, որ ես ստեղծել եմ ֆունկցիա, որը դարձնում է table, այն մետրիկաներով աշխատանքի մոդելների, որոնցով մենք գնահատելու ենք։ Այնպես որ առաջին այդ ֆունկցիան է գալիս, բայց ինքը դեռևս մեզ պետք չի, որովհետև նախապես պետք է train անենք մոդելները։ Ուրեմն առաջին երկրորդ մոդելները տեսնում եք train ենք անում, նաև base-ն ու logistic regression մոդելները, ու իրենց տալիս ենք այդ
վեկտորիզատորով ստեղծված մեր train տվյալները, եթե նոթբուքի մեջ նայեք, կտեսնեք, բայց մի քիչ իջնենք ներքև, կտեսնեք, որ երբ որ հերթը հասնում է տեստ անելուն տվյալները Distilbert-ի, մենք պարզապես տալիս ենք մեր X թեստը առանց որևէ ինչ-որ վեկտորիզատորի մշակման, որովհետեւ ինչպես նշեցի, արդեն իսկ ինքը դա հաշվի առել է։ Դուք ձեր համակարգչում կաշխատեցնեք իհարկե, ես տարբեր տարբերակներ եմ փորձել, սկզբում ավելի մեծ տվյալների քանակով, բայց քանի որ Distilbert-ին ծանր մոդել է, իմ համակարգիչի կեսից տոп տվեց, ասաց, որ այդտեղ չկա, ինչ-որ խնդիր կա, պետք է GPU լինի մի խոսքով։ Դա պետք է հաշվի առնել, եթե հզոր համակարգիչ ունեք, կարող եք փորձարկումներ անել, բայց ինձ մոտ ամենաօպտիմալ քանակը ստացվեց տվյալների train test բաժանման 80-20 հարաբերակցությունը, այսինքն 50,000 տողի մեջ 40,000 train եւ 10,000 թեստային տվյալ, դրանից բարձր արդեն չէր լինում Distilbert-ը տեստ անել, ընդ որում ասեմ, որ այդ տարբերակով 97 րոպե պահանջվեց։ Հաջորդիվ գալիս է արդեն մեր train-ը, որ արդեն արվում վերջացվում է, թեստն արվում վերջացվում է, գալիս է մեր մոտ մոդելների գնահատման եւ evaluation ասվածը։ Ուրեմն դուք կտեսնեք, որ բոլորը թերևս բավականին լավ արդյունքներ են տվել, բայց եկեք առաջին նայենք ժամանակին։ Տեսնում եք ակնհայտ տարբերությունը մեր դասական մեխանիկական ուսման մոդելների, նաեւ Bayes-ի եւ Logistic Regression-ի Նաև Bayes-ը կետը չի երևում, որտեղ ինքը մի քանի վայրկյանում է թերևս դա արել։ Logistic regression նույնպես մի քանի վայրկյանում է արել, իսկ այդ Distilbert-ը 98 րոպե պահանջվել է, որպեսզի ինքը աշխատի ու իր արդյունքը վերադարձնի, ու տեսեք, որ իր տված արդյունքները թե ճշգրտության precision recall-ը ամենաբարձրն են, բայց արժեքը դրա եղել է ժամանակը։ Տեսնում ենք, որ նաև Bayes-ը 85% ճշգրտություն է տվել ու ամենաարագն է արել։ Այնպես որ եթե գնահատում ենք անհապաղ արդյունք, ճշգրտությունը այդքան էլ էական չէ, անհապաղ արդյունքի համար նաև Bayes-ը ավելի նախընտրելի է։ Logistic regression 88.8, համարյա 89% ճշգրտություն է ապահովել, սակայն մի քիչ զիջում է իր ժամանակով նաև Bayes-ին։ Իսկ Distilbert-ը արդեն բոլորին է հաղթել, բայց իր ամենամեծ առյուծի բաժինը խլել է ժամանակը, այնպես որ հասկանում ենք, որ եթե ունենք հնարավորություն, լիք ռեսուրսներ ունենք ծախսելու, ժամանակը մեր համար խնդիր չի, հա, միգուցե Distilbert-ը ամենալավ տարբերակն է։ Իսկ եթե չէ, թերևս Logistic regression այստեղ ամենալավ տարբերակն էր։ Երբ որ բացեք GitHub-ի edge-ը, readme ֆայլը կարդաք, կտեսնեք, որ վերջում այնտեղ ես նաև առաջարկել եմ ինչ-որ տարբերակներ, ինչ կարելի է անել, որպեսզի մոդելների աշխատանքը էլ ավելի լավացնենք։ Դա սովորական պրակտիկա է, միշտ մենք փորձում ենք ինչ-որ բան փոխել, այնտեղ կոչվում է hyperparameter tuning ասվածը։ Այս ամեն ինչից որ չեմ անդրադառնա, որովհետև նմանատիպ ֆորմատի վիդեո առաջինն է իմ ալիքում, որպեսզի շատ ծանրաբեռնող չլինի։ Բայց նմանատիպ վիդեոներ շատ կլինեն արդեն այսուհետ։ Մենք կսկսենք ամենատարբեր տեսակի պրոյեկտների վրա աշխատելը, առաջինը որոշեցի նման ֆորմատի պրոյեկտ անել, որովհետև տեքստային տվյալների հետ աշխատելը իմ ամենասիրելի բաներից է։ Իդեպ ասեմ, ես ցանկանում եի real time կոդ գրել, ձեզ հետ միասին, sense նայել, անցնել, բայց իմ համակարգչի էկրանը վնասվել է ու ես sense կիսատ կես էկրանով եմ աշխատում ու դա անհնար կլիներ։ Մինչև էկրանս կսարքեմ, հուսով եմ, այս ֆորմատն էլ ձեզ համար ավելի մաչելի կլինի։ Կարևորը Python-ի կոդը կտեսնեք, ունենաք, հղումները ամբողջը կդնեմ description-ում, դուք կտեսնեք։ Ձեզ ինձ հասնում է ընդհանրապես նայել այս վիդեոն, կրկնել ամեն ինչը, գրել ձեր կարծիքները ու կառուցել պորտֆոլիո, եթե դա չունեք։ Փոքր ամփոփում անենք, թե ընդհանուր առմամբ ինչ սովորեցինք։ Հասկացանք, որ նախ սա NLP task էր, NLP խնդիրներում շատ կարևոր է տեքստային տվյալների հետ աշխատելիս դրանք նախապատրաստելը, մշակելը։ Հիշում եք, չէ՞, ամեն ինչ որ նշվեց։ Փոքրատառերի վերածել եւ այլն։ Առանց դրա չի լինի։ Հասկացանք, թե TF-IDF վեկտորիզատորը ինչ է անում ու ինչքանով է կարևոր իր դերը։ Հասկացանք, որ transformator based մոդելները, ինչպիսին է Distilbert-ը, բավականին հզոր են, ճշգրիտ են, խզարում են, բայց ծախսատար են ռեսուրսների առումով։ Հուսով եմ շատ սումբուրային չստացվեց այս վիդեոն, հուսով եմ ինչ-որ ձև հասկացաք ինչ էինք անում։ Եթե ձեզ դուր եկավ, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, լայքեք, հետևեք իմ ալիքին։ Հաջորդ վիդեոյի մասին եթե ունեք առաջարկներ նշեք, ես արդեն ունեմ մի քանի իդեա։ Կազմում ենք պորտֆոլիո playlist-ը շուտով կհամալրվի լիքը վիդեոներով, այնպես որ կհանդիպենք հաջորդ անգամ։ Շնորհակալություն, հաջողություն։